Նախօրեին մտքերի փոխանակության փուլում ընդհատված ազգային ժողովի նիստը շարունակվում է։ Կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ նիստերի դահլիճում են։ Վլադիմիր Վարդանյանը դատաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումներն է ներկայացնում, վստահեցնում է միջին վիճակագրական ժողովրդավարական երկրում այս ծավալի բարեփոխումներն իրականացվում են տասնյակ տարիներով։ Իրենց դա հաջողվել է մի քանի տարում։ Մենք պետք է արձանագրենք, որ առնվազն անցյալ տարվա ընթացքում եւ նախորդի տարիների ընթացքում մենք կատարել ենք բավականին լուրջ հավակնոտ բարեփոխումներ դատաիրավական ոլորտում։ Մենք ընդունել ենք նոր քրեական օրենսգիր, նոր քրեական դատավարության օրենսգիր, նոր քրեակատարողական օրենսգիր, կատարողական վարույթի մասին օրենք, ինստիտուցիոնալ առումով մենք ձևավորել ենք նոր կառույցներ, ձևավորվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ձևավորվել է հակակոռուպցիոն կոմիտեն, ձևավորվել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքով զբաղվող համապատասխան ստորաբաժանում եւ այս բարեփոխումները շարունակաբար գնում են առաջ։ Իշխանական падգամավորները հայտարարագրման ինստիտուտի վերաբերյալ ընդդիմադիր գործընկերների ձևակերպումներից են դժգոհ։ Հայտարարագրումը պետություն եւ քաղաքացի անկեղծ հարաբերության գործիք է ընդամենը։ Ասում եք, հարգելի քաղաքացիներ, ձեր տրանսֆերները հարկվելու են։ Գյուղմթերքի կամ գյուղկենդանիների վաճառքից ստացված ձեր եկամուտները հարկվելու են։ Ես ուզում եմ միանգամից ասել, չկա այդպիսի բան։ Չկա, ուղղակի չկա, որովհետև հայտարարագրման համակարգը լրացուցիչ հարկեր, հարկատեսակներ, հարկման օբյեկտներ, հարկման բազաներ չի ավելացնում։ Այս մասին մենք չենք հոգնում կրկնել։ Էլինար Վարդանյանը խորհուրդ է տալիս կառավարության ծրագրի 2021-24 թվականների կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի իրական պատկերը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց հարցնել։ Օրինակ հարցրեք կառավարության շենքի մոտ ակցիաներ իրականացնող տնտեսվարողներին, ինչպես է 2024 թվականի ծրագրի արդյունքները անդրադառնում իրենց վրա։ Հարցրեք թոշակառուին, որ վճարում է գույքահարկ իր ծնողներից կամ միգուցե տատեր պապերից ժառանգած գույքի համար։ Հարցրեք փաստաբանների բարձրացված սակագներով ծառայություններից օգտվող քաղաքացիներից։ Հարցրեք առաջիկայում հաշվապահների ծառայություններից ավելի թանկ գնով օգտվողներից։ Քրիստինե Վարդանյանը քաղաքացիական պայմանագրի օրինակին հետևելով համեմատություններ տանում է 2018 թվականի հետ, միայն թե գնաճի տեմպերը ցույց տալու համար։ Մթերքի գները տեսել եք, դուք հիմա ընդհանրապես մրգի գները տեսել եք, տրանսպորտը 50%-ով է թանկացել, ու թող ասի հիմա ինքը ավելի շատ բան է կարողանում առնել իր աշխատավարձով, թե 3 տարի առաջ էր օրինակ կարողանում ամենաշատ բանը առնել։ Այս իշխանությունը մեզ ասում է 2024-ը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տակ, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Իշխանություն ընդդիմություն վիճաբանությունից խուսափել չհաջողվեց։ Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք։ Երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն։ Լավ չեք գծում, ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի։ Հանգիստ։ Հարցերը շատ էին, ձևակերպումները սուր եզրափակիչ ելույթի համար Նիկոլ Փաշինյանն է մոտենում ամբիոնին։ Մի քանի քննադատությունների չանդրադառնալ չի կարող։ Պիտի արձագանքեմ այս անգամ միայն այն ելույթներին, որոնցում կամ կամահարանքով, կամ քննադատորեն, կամ որպես համաձայնություն, կամ որպես աջակցություն ասվում էր, թե կառավարությունը կենտրոնացած է կամ իրականացվում է պետության կառուցման կամ կայացման կամ զարգացման քաղաքականություն ու ռազմավարություն։ Պետականության կառուցումն այսօր մեզ համար բացարձակ առաջնահերթություն է։ Միթե անկախությունից 34 տարի անց պետության կառուցումը դեռ կարող է լինել առաջնահերթություն, հարցնում է Փաշինյանն ու ինքն էլ պատասխանում հարցին։ Խնդիրն այն է, հարգելի ներկաներ, որ 1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման։ Այսինքն մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ Ղարաբաղի հարցի համար։ Սա քաղաքական իրողություն է, ինչը հաստատվում է հետազոտություններով։ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է
ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը եւ ինչպես ասել է Ղարաբաղ կոմիտեի առաջնորդներից մեկը, անկախությունը հարկավոր է Ղարաբաղի հարցի լուծման համար։ Շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մի մոդել, որը հիմնականում եւ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը, հստակեցնում է վարչապետը։ Եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու, ապա եւ մեր պետականությանը վերջ դնելու համար։ Այդ վերջնանպատակի իրագործումը մեկնարկած է եղել արդեն 2018 թվականին։ Այդ նպատակի իրագործումը եզրափակիչ փուլ մտավ 2020-ի սեպտեմբերին։ Այդ վերջնանպատակը գործակիցներ ունի նաև Հայաստանում եւ այդ գործակիցները կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր եւ ոչ թե անկախությունն ու պետությունը։ Դաշնակցության այդքան քննարկված 004 շրջաբերականը, հոգեվոր հայտնի անձանց այստեղ մեջբերված հարցազրույցները, Հայաստանի նախկին ղեկավարության հայտարարությունները այս ծիրի մեջ են, այս տրամաբանության մեջ։ Ընդգծում է, հանրապետությունը ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, ազատությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու գործիք է։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։